Հեքիաթ, բարության փոխհատուցում։ Անտառում մի փոքրիկ աղջիկ էր ապրում, Անի անունով։ Նա իր տատիկի ու պապիկի հետ բնակվում էր անտառի եզրին գտնվող փոքրիկ տնակում։ Անին շատ էր սիրում անտառը, հաճախ էր գնում այնտեղ զբոսնելու, ծաղիկներ հավաքելու եւ անտառային մրգեր քաղելու։ Մի օր նա երկար շրջեց անտառում, հավաքեց գեղեցիկ ծաղիկներ ու հասած մրգեր, բայց շուտով շատ հոգնեց։ Աղջիկը պառկեց փափուկ խոտերի վրա, նայեց կապույտ երկնքին եւ աննկատ քնեց։ Քնի մեջ նա մի երկար ու տարօրինակ երազ տեսավ։ Երազում Անին քայլում էր անտառի նեղ արահետով, երբ հանդիպեց մի աղքատ ծերունի։ Ծերունին օգնություն էր խնդրում, սակայն Անին փող չուներ։ Նա խղճաց ծերունուն եւ նրան նվիրեց իր հավաքած բոլոր մրգերը։ Դրանից հետո շարունակեց ճանապարհը եւ քիչ անց հանդիպեց մի աղջկա, որը նստած լաց էր լինում։ Պարզվեց, որ նա մայրիկի համար գեղեցիկ ծաղկեփունջ էր հավաքել, բայց ինչ-որ մեկը վերցրել էր այն։ Անին առանց երկար մտածելու նրան տվեց իր հավաքած ծաղիկները, որպեսզի աղջիկը դատարկաձեռն տուն չվերադառնա։ Այդպես նա վերադարձավ տուն, սակայն տատիկը տեսնելով, որ Անին ոչ մի բան չի բերել, բարկացավ։ Տատիկը կարծում էր, թե իրենց ընտանիքն էլ օգնության կարիք ունի, եւ Անին չպետք է ուրիշներին տար այն ամենը, ինչ հավաքել էր։ Բարկացած տատիկը աղջկան նորից ուղարկեց անտառ, թեև արդեն մթնում էր։ Անին քայլում էր մութ անտառում եւ հանկարծ հեռվում մի փոքրիկ տնակ նկատեց։ Մոտենալով նա տեսավ նույն ծերունին եւ այն աղջկան, որոնց հանդիպել էր կեսօր։ Ծերունին փայտ էր գոտում, իսկ աղջիկը նստած էր վառարանի մոտ ու տականում էր։ Այդ պահին Անին արթնացավ ու երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ իրականություն էր տեսել, թե պարզապես երազ։ Սակայն տուն վերադառնալու ճանապարհին ամեն ինչ սկսեց կրկնվել, ճիշտ այնպես, ինչպես երազում էր եղել։ Նա կրկին հանդիպեց նույն ծերունուն եւ նրան տվեց իր հավաքած մրգերը։ Հետո հանդիպեց լացող աղջիկան եւ նրան նվիրեց իր ծաղիկները։ Տուն հասնելուն պես տատիկը կրկին բարկացավ եւ նրան նորից ուղարկեց անտառ։ Անտառում բոլորովին մութ էր եւ վախեցած աղջիկը հիշեց անտառի այն տնակը, որը տեսել էր երազում եւ շտապեց այնտեղ։ Տնակի բնակիչները սիրով ընդունեցին նրան եւ թույլ տվեցին մնալ իրենց մոտ մինչեւ առավոտ։ Հաջորդ առավոտ աղջիկա մայրիկը Անիին տարավ անտառի խորքը, երբ նրանք հասան բացատ, Անիի առջև մի մեծ ու գեղեցիկ դղյակ հայտնվեց, եւ կինը պատմեց Անիին ճշմարտությունը։ Պարզվեց, որ նրանք փորձել էին Անիի բարությունը, թեև նա քիչ բան ուներ, բայց չէր խնայել ունեցածը եւ օգնել էր անծանոթ մարդկանց։ Այդ բարության համար նրանք որոշել էին վարձատրել Անիին եւ նրա ընտանիքին եւ նվիրել այդ գեղեցիկ դղյակը։